Որն է սպառազինությունը Աստծու և ինչպես պետք է օգտագործել հոգևոր դաշտում։ Գիտեք, յուրաքանչյուր մաս Աստծու սպառազինության հատուկ նպատակ ունի և միջոց և ձև օգտագործելու հոգևոր պատերազմների մեջ։ Շարունակեք դիտել, որպեսզի սովորեք ավելին։ Ողջույն և բարի գալուստ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս շաբաթվա սերտողության վերնագիրն է Աստծու սպառազինությունը։ Մենք այս շաբաթ կուսումնասիրենք հատուկ մասերը սպառազինության, նշանակությունը և ինչպես պետք է օգտագործել հոգևոր պատերազմի դաշտում։ Գիտեք, հարգելիներս, Աստծու համար հարկավոր է, որ յուրաքանչյուր իր հավատացյալ պատրաստ լինի և զգոն լինի և զինված լինի հոգևորապես, որպեսզի նա կարողանա չարիքի դեմ պայքարի։ Եկեք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի սուրբ և ամենակալ մեծ անունով, աղոթում ենք, որ օրհնես մեզ այսօրվա սերտողությունը, դու օրհնես, դու մեզ դասավանդես Սուրբ Հոգով, աղոթում ենք մեր ունկնդիրների և դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, զորացնես և օգնես, որ յուրաքանչյուրս քո խոսքերով աշակերտվենք, աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով, ամեն։ Հարգելիներս, ուրեմն ինչպես որ գիտեք և եթե հետևում եք մեզ, գիտեք, որ Արարատ Աստվածաշունչի առաքելությունը կենտրոնացած է սովորեցնել Աստծու խոսքը կանոնավոր կերպով, տող առ տող, որպեսզի Աստծու խոսքը չշահարկվի։ Մենք մանրամասն բացատրում ենք և ամեն տեսանկյուններից ներկայացնում ենք, որպեսզի դուք ավելի լավ հասկանաք և զորանաք Աստծու խոսքով։ Ուրեմն անցյալ շաբաթ որոշում կայացրեցինք, որ կսովորեցնենք խոսքը երկու մասից բաղկացած։ Առաջի մասը կօգնենք ձեզ, որ սահմանեք թշնամուն և լավ հասկանաք ձեր ոսոխը ով է և ինչ միջոցներով է նա հարձակվում, և այս շաբաթ էլ կսովորենք բոլոր սպառազինության մասերը և ինչ նշանակություն ունի յուրաքանչյուր սպառազինության բաղադրություն, այսինքն ինչ նպատակ է յուրաքանչյուր մասը ներկայացնում և ինչպես պետք է օգտագործվի։ Ուրեմն առաջի հերթին եկեք սկսենք կարդալ 14 համարից սկսած ու կետ առ կետ բացատրությունը կկատարենք։ Ուրեմն 14 համարի մեջ 6-րդ գլուխ նամակ Եփեսացիներին գրած է. «Արդ հաստատուն կանգնեք»։ Հարգելիներս, Աստված չի սիրում և Աստծու համար տեղ չունի վախկոտը։ Այսինքն Աստված ընդհանրապես դրական կերպով չի նայում վախկոտներին։ Ինչու՞։ Որովհետև վախկոտը ուրանում է իր հավատքը, վախկոտը փախչում է իր պարտականությունից, վախկոտը իր մասին է միայն մտածում, եսասեր է և անձնուրաց չի, հետևաբար այդպիսի մարդ հավատքի կյանքում և Աստծու համար ընդհանրապես տեղ չունի։ Ինչ է ասում մեզ Աստծու խոսքը դրա մասին։ Ուրեմն եթե մենք ուսումնասիրենք երկրորդ նամակը Տիմոթեոսին, առաջի գլուխ 7-րդ համար գրված է. «Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության»։ Ուրեմն այստեղ մեզ Աստված չի սովորեցնում, Տերը մեզ չի սովորեցնում, որ մենք վախի հոգի պետք է ունենանք, վախի մեջ պետք է լինենք, ոչ էլ վախկոտություն։ Զորության, զորավոր կերպով մենք պետք է մեր հավատքի կյանքը ընթանանք և չպետք է վախենանք։ Ասում է մեզ տվել է զորության հոգի։ Ուրեմն հարգելիներս, եկեք հիշենք, որ հավատացյալը չպետք է լինի այն անձնավորությունը, որ մտածում է կոնկրետ մենակ իր մասին և առաջնորդված է իր վախերով և սեփական շահերով։ Ասեմ ավելին, եթե ավելի ճիշտ պատկերացում ունենանք մենք հոգևոր պատերազմի դաշտի վերաբերյալ, այսպես կարող եք նկարագրել, պատկերացնել, երևակայել, որ ֆիզիկական պատերազմը ունի սկիզբ և վերջ։ Առաջի համաշխարհային, երկրորդ համաշխարհային և բազմաթիվ ուրիշ պատերազմներ, որ ժամանակի ընթացքում եղել են, ունեցել են սկիզբ և ավարտ։ Ժամանակը եկել է, որ պաշարվել է, նվազել է, այսինքն հակառակ կողմը և հաղթող կողմը նրանց ջարդել է, անցել է առաջ, կրել է պատերազմը, կռիվը, պատերազմը և հասել իրենց սեփական բանակի և պետության նպատակներին։ Իսկ այս դեպքում հոգևոր պատերազմը ինչով է տարբերվում։ Ի տարբերության ֆիզիկական պատերազմի, հոգևոր պատերազմը
վերջ չունի։ Այսինքն հավատացյալի կյանքը, երբ որ նա ընդունում է Հիսուս Քրիստոսին, այդ օրվանից սկսվում է իր պատերազմը ոսոխի դեմ, սատանու դեմ։ Եվ սա կարևոր է, որ մենք չմոտենանք այս հասկացողությանը վախով, այլ մոտենանք քաջությամբ, այլ մոտենանք վստահությամբ եւ խիզախությամբ, որովհետեւ մեր ետևում կանգնած է երկնքի եւ երկրի արարիչը, կանգնած է մեր Աստված, եւ մեր Աստվածը հաղթական Աստված է։ Արդեն Հիսուս Քրիստոս մահը հաղթեց եւ մենք ունենք փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Առաջի կարևոր կետը սա է. նախ եւ առաջ ընդունեք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, եւ այն օրվանից, այդ վարքյանից, այդ րոպեից դուք արդեն կզորանաք Հիսուս Քրիստոսով, որովհետեւ ազնիվ եւ ճիշտ ապաշխարությունը, իսկապես ապաշխարություն կատարողը, որ իր կյանքը հանձնում է Հիսուս Քրիստոսին եւ ընդունում է, որ ինքը մեղավոր է եւ իր մեղքերի թողությունն է խնդրում եւ Հիսուսի անունով է դա անում եւ ընդունում է Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, այդ անձնավորությունը վերստին ծնունդ է ունենում, այդ անձնավորությունը նոր մարդ է դառնում եւ այդ անձնավորությունը գալիս է հավատքի վերափոխված։ Այդ վարքյանից նա ընդունում է Սուրբ Հոգին եւ ունենում է Աստված իր մեջ։ Դրա համար, եթե ուզում եք ճիշտ հասկանալ հոգեվոր պատերազմի վերաբերյալ, հոգեվոր պատերազմը նախ եւ առաջ Աստված մեզ հրաման է տալի ուղիղ կերպով չփախչել, կանգնեք կայուն։ Ում վրա եք կանգնում, հարգելիներս, Աստծո զորության վրա եք դուք կանգնած, Աստծո զորության մեջ եք դուք կանգնած։ Հետևաբար ումից պետք է վախենաք։ Ինչպես ասացինք անցյալ շաբաթ, Սատանեն մեր նման նույնպես ստեղծագործություն է։ Նա հրեշտակ է, մենք մարդ ենք։ Եվ նա մեզանից պաշտոնի առումով առավել չի, ընդհակառակը Աստված մեզ ավելի բարձր դասեց եւ կարգեց հրեշտակներից, եւ հրեշտակները իրականում մեզ պետք է սպասարկեն, եւ այդպես է Աստծո կանոնադրությունը, հերթականությունը եւ օրենքը։ Հետևաբար Սատանեն իհարկե, ինչպես գիտեք, անցյալ շաբաթվա սերտողությունից իրեն դուր չեկավ, որոշեց, որ Աստված իրան պետք է երկրպագի, որտեղ ինքը շատ գեղեցիկ հրեշտակ էր, ու պարզապես ունենք ինչ որ ունենք այսօր։ Սատանեն վռնդվեց, աքսորվեց դրախտից եւ այսօր նա աշխարհում է գտնվում եւ համարվում է որպես այս օդի իշխանը։ Ուրեմն հարգելիներս, իմանալով ով է մեր թշնամին եւ ինչ է կատարվում իրականում այս պատերազմի մեջ, մեզ թույլ կտա, որ ավելի պատրաստված լինենք, ավելի գիտակից լինենք եւ արդյունավետ լինենք մեր հոգեվոր պայքարի եւ պատերազմի մեջ։ Նաեւ ասեմ ձեզ, որ Աստծո խոսքը այլ տեղերում մեզ բացատրություն է տալի, որpիսի մենք ավելի ճշգրիտ հասկանանք, թե վախի եւ թե ընդհանուր ինչ հոգի է Աստված մեզ տվել։ Մյուս կետը, գիտենք, որ Աստված հայտնության գրքի մեջ է մեզ այս բացատրությունը տալի եւ հայտնության գրքի 21-րդ համարի մեջ է գրված, վերջի գիրքն է նոր կտակարանի, ուրեմն 21-րդ գլուխ 8 համար գրված է. իսկ վախկոտների, անհավատների, պիղձերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով եւ ծծմբով այրվող այս լճում է, որ երկրորդ մահն է։ Ուրեմն առաջինը շեշտում է վախկոտները։ Հարգելիներս, Սատանեն կարողանում է մեզ հաղթել, երբ որ նա մեր ուղեղն է մտնում եւ պաշարում է մեր ուղեղը եւ մեր կարողությունը տրամաբանական մտածելու։ Երբ որ Սատանեն կարողանում է այդ կատարել, թույլ ենք տալի նրան, որ նա իշխի մեզ, այսինքն մեր ուղեղը, մենք այդ ժամանակ պարտված ենք, բայց ասեմ, սկիզբը կանգնելու մեջ է, զորության մեջ Աստծու, հետևաբար մենք կկարողանանք պայքարել նրա դեմ։ Նախ պետք է կանգնել, նախ պետք է պայքարել, երկրորդ հերթին եկեք տեսնենք, թե առաջին մասը կոնկրետ սպառազինության որն է, շարունակենք կարդալ, ուրեմն նորից նամակ Եփեսացիներին ենք ուսումնասիրում 14 համարի շարունակությունը, որը գրած է. ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը
հագած։ Նախ սկսենք առաջի հերթին գոտիի մասին խոսել։ Ճշմարտության գոտին։ Ինչ է դա նշանակում։ Մեր ամբողջ հավատքը հիմնված է Աստծու ճշմարտության վրա։ Եվ Պողոս առաքյալը նկարագրում է այն ժամանակվա զինվորին, ով ուներ գոտի, ով ուներ իր սպառազինությունը, զրահը եւ տարբեր մասերը, որ իր գոտիով կապած, ամրապնդված, պահում էր ամբողջ այդ տարբեր մասերը սպառազինության, որպիսի իրար հետ ամուր լինի։ Երկրորդ հերթին այդ գոտիի վրա սուրն էր գնում եւ մնացած բոլոր պատերազմական պարագաները, որ կարող էր նա իր վրա կրել։ Եվ եթե մենք վերցնենք ավելի ժամանակակից զինվորին, մենք գիտենք, որ որոշ պետություններ իրենց զինվորների գոտու վրա փամփուշտի տուփնադրվում եւ այլն ու տարբեր բաներ, որ կարող է դանակա եւ այլն, կամ որոշ երկրի ոստիկաններ իրենց գոտիի վրա տարբեր պարագաներ են դնում իրենց աշխատանքի համար եւ այդ պարագաները կամ ասենք շղթաները կամ եւ այլն ոստիկանի դեպքում այդ ամենը դրված է, որովհետև հարկավոր է որ նա ունենա եւ իր գոտին է որ պահում է այդ ամենը։ Նույնը զինվորի վերաբերյալ գոտին ամրացնում է, գոտին մեջքն է պինդ պահում եւ նրան ամուր է պահում եւ ուղիղ է ձիգ է պահում, որպեսզի նա պատերազմի մեջ չթուլանա եւ իր մարմինը զգոն լինի եւ կայուն լինի։ Ուրեմն եթե չհիմնվես Աստծո ճշմարտության վրա, ամեն ինչ կփլվի։ Սա է միտքը։ Միտքը այն է, որ ձեր հիմքը Աստծո ճշմարտությունն է։ Հարկավոր է հավատաք ավետարանին, որպիսի փրկությունը ընդունեք։ Եթե չհավատաք ավետարանին, ինչպես կարող է Աստծո ճշմարտությունը կայուն լինի ձեր մեջ։ Ուրեմն չի լինի։ Հետևաբար ասեմ ձեզ, որ սկիզբը հենց դա է։ Հետո նոր երկրորդ հերթին մեզ բացատրում է, որ սպառազինությունը, այսինքն մյուս հատվածը արդարության զրահը հագած։ Ուրեմն արդարության զրահն էլ, հարգելիներս, ինչն է ապահովում, ինչն է պաշտպանում։ Արդարության զրահը պաշտպանում է սիրտը, որովհետև արդարությունը գալիս է, երբ որ արդարացած ես Հիսուս Քրիստոսով, երբ որ ընդունում ես Հիսուս Քրիստոսին, ուրեմն այն ժամանակ սրբվում, մաքրվում ես եւ արդարացած ես համարվում, որովհետև մեր արդարությունը Հիսուս Քրիստոսով է։ Դրա համար սիրտը պաշտպանելու կարևորություն կա։ Սիրտը որ պաշտպանես, ուրեմն կպաշտպանես քո արդարությունը եւ քո արդարությունը հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա։ Սատանեն օգտագործում է իր հարվածները, իր միջոցները տարբեր ձևերով։ Տեսեք, սկսվում է առաջի հերթին կանգուն լինելու, կայուն պետքա լինես, կանգնած եւ լինես Աստծո զորության մեջ։ Հետո այդ գոտին ճշմարտության պետք է կապած լինի, որ բոլոր մասերը սպառազինության իրար գա միանա եւ ամուր շղթայվի, եւ նրանից հետո զրահը պաշտպանում է սիրտը։ Պաշտպանում է սիրտը, որպեսզի թույլ չտաս, որ չարը մտնի եւ խառնի քո արդարությունը, որը Հիսուս Քրիստոսով է, եւ այլ բաներ բերի սրսկի, ներարկի, այսինքն ձեր մեջ, որ ձեր մտքերը եւ ձեր սիրտը պղտորվի չարի հնարներով։ Մյուս կետը ուսումնասիրենք 15 համարի մեջ է գրած եւ ձեր ոտքերի պատրաստակամությունը իբրև կոշիկ հագած խաղաղության ավետարանը քարոզելու համար։ Ուրեմն հարգելիներս, եթե նույն այս օրինակը վերցնենք, եթե նույն նկարագրությունը մենք օգտագործենք զինվորի, նամանավանդ հռոմեական զինվորի, որ ինչպես որ տարբեր աստվածաբաններ բացատրում են, որ Պողոս առաքյալի օրինակները շատ հնարավոր է, որ հռոմեական զինվորի մասին էր դա, ասեմ ավելին, որ եթե դա է այդպես, առաջի հերթին մենք գիտենք, որ կոշիկը դեր է կատարում ոտը պաշտպանելու համար, որպեսզի երկար կարողանա գնա եւ պատրաստակամություն լինի։ Եթե կոշիկ չունենաս, ճանապարհ չես գնա։ Հասարակ հասկացողություն է, երբ որ այն ժամանակ մարդիկ ոտքով են քայլել, ոտքով են գնացել, ճանապարհորդել են, ասենք մի կետից մյուս կետը, իհարկե իրենց հագը կոշիկ պետք է լիներ, որ կարողանային նրանք այդ ճանապարհը կատարեն։ Ուրեմն կոշիկը այն խորհրդանիշն է պատրաստակամության, որ կարողանաս գնաս եւ քարոզել եւ կիսվել ուրիշների հետ Աստծո խոսքը եւ ավետարանը։ Եվ դա տեսեք ինչ է ասում։ Զինվորը մենակ մի նպատակ չունի, այսինքն զինվորը պաշտպանվելու համար չի միայն, զինվորը հարձակվելու համար է։ Եվ մեր հարձակվողությունը եւ այս տրամաբանությունը, որ մենք
հարցակվողական նույնիսկ դիրք էլ պետք է ընդունենք։ Այս կոշիկի օրինակով է, որովհետև մենք այս կոշիկի օրինակով արշավելու ենք առաջ գնալ, ոչ թե նահանջել։ Արդեն առաջի հերթին մենք հասկացանք, որ նահանջելը Աստծո բանաձևի մեջ չի։ Վախկոտ լինելը Աստծո համար ընդունելի չի։ Ուրեմն այս օրինակով էլ կոշիկի գիտենք, որ պատրաստ պետք է լինենք արշավելու եւ առաջ գնալու Տիրոջ արքայության աշխատանքների եւ գործերի համար։ Իսկ տեսնենք մյուս կետը որն է։ Շարունակենք կարդալ, ուրեմն 16 համարից սկսած, եւ այդ բոլորի վրա հավատի վահանն առեք, որպիսի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Հարգելիներս, վահանը ունի երկու նպատակ։ Եթե մենք վերցնենք հատուկ ռազմավարություն պատերազմական, մենք գիտենք, որ Հռոմի ժամանակ միմիայն պաշտպանվելու համար չէր, զորքերը իրար առջև էին կանգնում, բայց այդ զորքերի կազմավորվածությունը, կազմակերպվածությունը նամանավանդ հռոմեական բանակի մեջ եւ ինչու՞ չէ նույնպես հունական բանակը եւ տարբեր բանակներ տարբեր ժամանակաշրջաններում հերթով կանգնած են եղել շարքի մեջ, ամեն մեկն իր վահանն ունեցել է իր առջև կամ հետևի զինվորը վահանը ունեցել է իր գլխի եւ դիմացի զինվորի գլխի վրա եւ ով որ առաջի գիծա կանգնած եղել եւ մյուս զինվորներն էլ միասին արշավել են առաջ, բրթել են, առաջ են գնացել, միմիայն պաշտպանության համար չէր, այսինքն տանգ չէր, որ տանգն ունենար իր զրահը կամ սպառազինությունը, որ հրթիռը խփելուց կամ ռումբը ուղակի կրակելու դեպքում դպչի ու թռնի դուրս կամ չկարողանա վնաս հասցնի, սա դրա համար չէր, նաև նրա համար է, որ հարձակվես, եւ վահանը օգտագործելով կարող ենք մենք օգտագործենք դա որպես գործիք, բրթելու, շպրտելու, այս դեպքում մենք տեսնում ենք, որ օգտագործում ենք սատանու ուղիղ հարձակումների համար, ինչպես որ գրած է, կարողանանք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Ուրեմն երբ որ այդ նետը գալիս է եւ թշնամին շպրտում է այդ նետը մեր վրա, կրակում է այդ նետը մեր վրա, մենք կարող ենք վահանով պաշտպանվել։ Եվ ինչու է կոչվում հենց այդպես հավատի վահանը։ Մի քիչ առաջ մենք սովորեցինք, որ ճշմարտության գոտին հարկավոր է, ճշմարտությունը ամեն ինչը պահում է Աստծո ճշմարտությունը, այստեղ էլ հավատքով մենք պետք է առաջադիմենք։ Մենք չպետք է թողնենք, որ չարը մեզ իշխի, չարը մեզ վախացնի, չարը մեզ այլ թեզ ներկայացնի եւ մենք էլ թույլ լինելով այդ թեզը ընդունենք եւ ընկնենք նրան որպես որս, այսինքն մեզ ոչնչացնի, ինչպես որ սովորեցինք անցյալ շաբաթ, մռնչացող այռուց է, որոնում է նրան, ում կարող է կուլ տալ։ Մի խոսքով սատանեն իր նպատակը կկատարի, բայց մենք էլ որպես հավատացյալներ, որպես Աստծո զինվոր, պետք է մենք մեր պարտականությունը կատարենք եւ դեմ առնենք այս հոգեվոր թշնամուն։ Եվ ինչ է ասում 17 համարներ շարունակենք կարդալ, գրած է առեք նաեւ փրկության սաղավարտը եւ հոգուսուրը, որը Աստծո խոսքն է։ Փրկության սաղավարտը։ Հարգելիներս, դա ինչ է նշանակում։ Երբ որ մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին, մենք հավատում ենք։ Հավատում ենք մեր սրտում եւ հավատում ենք այն ինչ որ մենք կարդում ենք եւ լսում ենք։ Եվ պատերազմը նաեւ ու մեծ մասամբ կատարվում է մեր ուղեղի մեջ։ Այսինքն, երբ որ սատանեն մեզ մտքեր է տալիս, երբ որ սատանեն հարձակվում է, պատերազմը, պայքարը կատարվում է ուղեղի մեջ։ Նա գալիս է միտք է դնում եւ այդ միտքը կարող է էփել եւ մեծանալ եւ զարգանալ ու գնալով ավելի ու ավելի մեծանա այդ խնդիրը մեր ուղեղի մեջ ու պարզապես թշնամին այդ ժամանակ մեր խաղաղությունը եւ մեր հանգիստը մեզանից տանելով դնում է մեզ հոգեվոր սարսափելի եւ հոգեկան սարսափելի վիճակում։ Հենց այս պատճառով այդ փրկության սաղավարտը, որ մենք հավատում ենք եւ մեր ուղեղում մենք գիտենք եւ մեր ուղեղն ենք, այսինքն պաշտպանում, որովհետեւ այնտեղ է կատարվում մեր որոշման բոլոր մեխանիզմը, մենք մտքով ենք նույնպես հավատում եւ հավատում ենք մեր ուղեղում եւ մեր ուղեղի մեջ, որ փրկությունը հենց Հիսուս Քրիստոսով է։ Սա ինչ է նշանակում։ Եթե ուղեղը չպաշտպանես, եթե ամեն տեսակի պղծություն թույլ տաս, որ մտնի քո ուղեղի մեջ, թե տեսնելով, թե լսելով, պարզապես
ուղեղը կարող է քայքայել։ Մարդիկ, որ լսում են անվայել երգեր կամ նայում են պղծության կինոներ կամ եւ այլն, իրենց մեջ արդեն իրենց ուղեղը սկսում է կամաց փտել։ Երբ որ վայրակություն են նայում, երբ որ լսում են այնպիսի խոսքեր, որ չպետք է հավատացյալի բերանից դուրս գալ, այն ժամանակ իր ուղեղը լցնում է պղծությամբ։ Դրա համար Աստված ասում է պաշտպանի ուղեղդ, որովհետև սատանեն իր կրակոտ նետերը կուղարկի ու կգա ուղեղիդ վրա տարբեր մարդկանց միջոցով փորձության եւ դժվարության ժամանակ թուլանալու դեպքում կամ բարկության դեպքում բարկությունը կարող է տանել դեպի մեղքի։ Եվ կարող ենք ասել, որ յուրաքանչյուրս տարբեր ժամանակներում միգուցե եւ ընկել ենք, միգուցե եւ սխալվել ենք, ոչ մեկս կատարյալ չենք, եւ դրա համար Աստծո խոսքը սովորելուց պետք է մենք անընդհատ եւ ընդմիշտ աղոթքի մեջ լինենք, որովհետեւ առանց դրա հնարավոր չի այս պայքարը առաջ տանել։ Եվ ասեմ ավելին, ինչ որ Տերը մեզ սովորեցնում է հոգու սուրի մասին, որը Աստծո խոսքն է, որը երկսայրին սուրն է, այս սուրը մենք օգտագործում ենք ուղիղ հարձակման համար։ Ինչպես Հիսուս պայքարեց եւ մարտնչեց սատանու հետ անապատում 40 օր, նույնպես եւ մենք Աստծո խոսքով յետ պետք է շպրտենք չարին։ Հարկավոր է կարգապահություն եւ պատրաստություն դրա համար։ Եթե մենք մեր օրը միամիտ անցկացնենք, չաղոթենք, չպատրաստվենք օրվա համար, պարզապես մենք ավելի շուտ կընկնենք եւ կթուլանանք եւ այդ հնարավորությունը պայքարելու եւ պատերազմելու մեր համար ավելի դժվար կլինի։ Բայց մենք օգտագործում ենք Աստծո սուրը, Աստծո խոսքը որպես սուր, որպես մեր թուրը պատերազմի մեջ։ Ուրեմն ամեն դեպքում պետք է նախ առաջի հերթին Աստծո խոսքը լավ իմանալ, հետո աղոթել Տիրոջը, որ կարգապահություն տա, մենք հետևողական լինենք եւ չթուլանանք ու Աստծո խոսքը սովորելով օգտագործենք, երբ որ փորձության եւ հարձակման ենթակա ենք։ Սա է կարևոր։ Ու անհրաժեշտ է, որ մենք անենք դա ինչքան անգամ որ պետք է, որը լինում է դա առօրյա ու շատ ժամանակ ոչ թե մի անգամ առօրյա, այլ բազմաթիվ անգամ առօրյա, որ հարկավոր է այդ սուրը օգտագործելով, Աստծո խոսքը օգտագործելով, վահանը վեր բարձրացնելով, որպեսզի այդ կրակոտ նետերը չդպչեն մեզ, մեր ուղեղը պաշտպանենք, որ պղծություն չմտնի, չարի հարձակումը չմտնի, որ կասկածանքի դնի մեր փրկությունը, որովհետև սատանեն կգա եւ կասի արդյոք փրկված ես, ու պարզ այդ կասկածանքներով մեզ կփորձի շեղել Աստծո խոսքից։ Ուրեմն հարգելիներս, այս բոլոր մասերն են, որը կազմում են սպառազինությունը Աստծո եւ պատրաստակամությունը, որ մեզ հարկավոր է, որպեսզի մենք առաջադիմենք եւ հաղթահարենք չարին։ Ու 18 համարը ասում է ամեն ժամ աղոթեք եւ խնդրեք հոգով եւ սրա մեջ արթուն մնացեք հարատեվությամբ եւ աղաչանքով բոլոր սրբերի համար։ Ինձ համարել, որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ, որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն համարձակությամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ։ Ուրեմն աղոթքը եւս մեր համար զենք է եւ պետք է օգտագործենք մենք շարունակաբար, անդադար եւ ամեն ժամանակ եւ ամեն պահ, որովհետև աղոթքով մենք կզորանանք, կխնդրենք Աստծո զորությունը մեր վրա իջնի եւ իր հրեշտակներին ուղարկի, որպեսզի մեզ շրջապատի եւ պաշտպանի չարից, փորձանքից, փորձությունից, սատանու եւ նրա իշխանության բոլոր հարձակումներից։ Եվ կխնդրենք մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին, որ նա հանդիմանի չարին եւ արգելի, որ նրա բոլոր ծրագրերը առաջադիմեն եւ ինչպես Աստծո խոսքն է սովորեցնում, ոչ մի վնասակար գործիք չի հաջողվի մեր կյանքում, բայց մենք պետքա պատրաստ լինենք դրան եւ պայքարենք դրա դեմ։ Եվ Պողոս առաքյալը նույնիսկ ինքն է խնդրում, ասում է հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, իմ համար էլ աղոթեք, օգնեք, որ իմ բերանից միմիայն ավետարանը դուրս գա, Աստված ինձ անընդհատ խոսք տա։ Տեսեք, Պողոս առաքյալի նման փորձառու եւ հզոր հավատացյալ միևնույնն է նայել է ահով եւ դողով մոտենում իր փրկությանը եւ նա երբեք չի հպարտանա, որտեվ հպարտության տեղ չունի նա, ոչ մեկս չունենք, որտեվ թույլ ենք եւ ամեն վարքյան կարող ենք ընկնել։ Ու Պողոս առաքյալը դա լավ հասկանալով խնդրում է, որ
Հավատացյալ մարմինը աղոթի նրա համար, որ նա զորանա եւ իր առաքելությունը, որ Աստված նրան տվել է, կատարյալ ձևով։ Վերջի խոսքն էլ ուրեմն Պողոս առաքյալի վերջին ողջույններն են 21 համարից գրած, բայց որpիսի դուք էլ գիտենաք իմ մասին, թե ինչ եմ անում, ձեզ ամեն ինչ կտեղեկացնի Տյուքիկոսը, սիրելի եղբայրը եւ Տիրոջով հավատարիմ սպասավորը, որին ձեզ մոտ հենց դրա համար ուղարկեցի, որ մեր մասին տեղեկանաք, ու նա ձեր սրտերը մխիթարի։ Խաղաղություն եղբայրներին եւ սեր հավատով Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից, շնորհ բոլոր նրանց, ովքեր մեր Տեր Հիսուս Քրիստոսին սիրում են անկեղծորեն։ Ամեն։ Վերջի խոսքերն են, վերջի ողջույններն են, նա պետք է ուղարկի մի ծառայի, որը հոգևոր ծառայի իհարկե նկատի ունենք, որպիսի գա խոսքը եւ բացատրությունը իր բերի եւ այս նամակը ու պարզապես հարգելիներս ինչ սովորեցինք, եկեք ամփոփենք։ Ուրեմն հոգևոր պատերազմը անշուշտ պետքա լինի եւ կլինի եւ կտեղեկանա, այսինքն կլինի քրիստոնյայի կյանքում անդադար։ Դա չունի վերջ։ Ֆիզիկական պատերազմի հետ համեմատած, ինչպես ասացինք, հոգևոր պատերազմը վերջ չունի, կշարունակվի մինչև քրիստոնյայի կյանքի վերջ։ Ուրեմն պետք է լավ պատրաստվենք, մարզվենք հոգևորապես, որպեսզի կարողանանք պայքարենք ու դիմադրենք չարի բոլոր հարձակումներին ու նրա բոլոր ծրագրերին։ Ուրեմն սա ինչ է նշանակում։ Ուսումնասիրեք նամակ Եփեսացիներին 6-րդ գլուխը, սկսեք 10 համարից, եթե կուզեք ավելի կենտրոնանաք հոգևոր պատերազմի եւ սպառազինության վրա, 10-րդ համարից մինչև գլխի վերջ եւ այնտեղ նորից կկարողանաք մանրամասն ուսումնասիրել, թե ում հետ ենք պայքարում, ինչ մոտեցում ունի ոսոխը, ինչ նպատակ է ուզում ծառայի, ինչ է պետք անել, որպեսզի պաշտպանվենք եւ հարձակվենք ու առաջադիմենք Աստծո խոսքով, Աստծո զորությամբ։ Այս շաբաթ այսքանը, հույսով եմ, որ այս պատգամը ձեր համար օրհնանք էր։ Ամեն։